կամարաձև կառույցներ ուսումնական նախագծին, բնագիտություն և հայոց պատմություն առարկաներից։ Նախագծի մասնակիցներն են։ Գևորգյան Արսեն, Պետրոսյան Էլենա, Ղուկասյան Էդուարդ, Աղաքյան Մուշակ, Քրիստոնյան Գաբրիել, Ուսումնական նախագծի շրջանակներում հավաքագրել են տեղեկություններ Հայաստանի կամարաձև կառույցներ, եկեղեցիների և կամուրջների վերաբերյալ։ Հանդիպում ենք ունեցել Էջմիածին քաղաքի գլխավոր ճարտարապետ Նշան Քեփիթյանի հետ։ Պատրաստել ենք պաստառ, բուկլետ և կամարաձև կառույցների 3 մակետ։ Նախագծի պաշտպանությունը սկսենք Հեղնար աղբյուր ֆիլմի հատվածի դիտումով, երբ կամուրջ կառուցողի ընտանիքը կամրջի տակ հացի սուփրայի շուրջ է նստած, ու այդ պահին ձիերի կառքը մի քանի անգամ անցնում է կամրջի վրայով։ Սանարինի կամուրջ, պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզի Ալավերձի քաղաքում։ Իրար է միացնում Դեբետ գետի երկու ափերը, Սանահինի և Հաղպատի հետ միասին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային օբյեկտ։ Կառուցվել է 12-րդ դարում Զաքարիա Իվանե Զաքարյանների քրոջ Վանելի Թագուհու կողմից, իր շատակ իր ամուսնու Աբբաս Բագրատունու։ Կառուցվել է մի քանի անգամ։ Ճարտարապետական նկարագիր 16,6 մետր երկարություն ունեցող միաթռիչ կամարակապ կամուրջ, ընդհանուր երկարությունը 60 մետր, միջնամասում ունի 3,3 մետր լայնություն։ Կամրջի վրա կար Կյուրիկյանների զինանշանը, հովազների բարձրավանդակը։ Սանահինի կամրջի մասին կա գեղեցիկ զրույց ըստ Հրանտ Մաթևոսյանի։ Դեբետ գետի ձախ ափը պատկանում էր վրացադավան Իվանեին, իսկ աջ ափը հայադավան Զաքարեին։ Նրանք իրար մեջ կիսել էին այդ տարածքը, իսկ նրանց քույրը նրանց հաշտեցնելու նպատակ է ունեցել։ Նոր Հաշտի կամուրջը գտնվում է Մասիս Նուռնուս հատվածում։ Շահագործման է անցել 1981 թվականին։ Երկարությունը հասնում է 640 մետրի, իսկ լայնությունը 14,5։ Հրազդան գետից կամուրջի բարձրությունը հասնում է 121 մետրի։ Կամուրջը երկհարկանի է, ստորին մասով անցնում է երկաթուղին, իսկ վերին մասով անցնում են ավտոմեքենաները։ Խնձորեսկի ճոճվող կամուրջ, որը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, Կորի Ստեփանակերտ մայրուղուց աջ, Խոր ձորի Զարեթափի լանջերին և Սարահարթի վրա։ Կամուրջից բացվում է տեսարան դեպի Խոր ձորը, որտեղ գտնվում է Իննմանուկի աղբյուրը և Խնձորեսկի 4 եկեղեցիները։ Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորը Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հավանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների Հայկ և Թամարը Ալեքսանյանների հիշատակին։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը 63 մետր, քաշը 14 տոննա։ Կամրջը միաժամանակ կարող է սպասարկել միջին քաշ ունեցող 700 մարդու։ Ծատուրի կամուրջ, Վիշնադարյան կամուրջ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի շրջակայքում։ Ընդգրկված է Շատինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գտնվում է Շատին գյուղից 4 կիլոմետր հարավ, Եղեգից գետի աջ-հապին, հիդրոէլեկտրակայանի դիմաց։ Կամրջից պահպանվել է միայն Աջափնյա խելը, իսկ արևմտյան մասը շինարարական արձանագրությունների հետ միասին քանդվել է գետի հեղեղման պատճառով։ Ըստ շինարարական արձանագրության, որի մասին վկայում է Ղևոն Տալիշյանը, կամուրջը կառուցվել է 1666 թվականին Շատի վանքի Սարգիս վարդապետի և վանականների ջանքերով։ Միաթռիչ քլաքաթև կամարով կամուրջը կառուցված է եղել կրաշաղախով շարված բազալտե քարերով։ Ճակատային պատերի համար օգտագործված է կոպտատաշ, իսկ թաղի համար սրբաթաշ քարեր։ Կամրջի հենամիջյան տարածությունը 13 մետր է, բարձրությունը 9 մետր, իսկ թաղի լայնությունը 4,5 մետր։ Շատի վանքի կամուրջը իր ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներով 17-րդ դարի կամուրջ-աշինության լավագույն հուշարձաններից է։ Լոռու Բերդի կամուրջ, Լոռու Բերդի կամուրջը գտնվում է Լոռե մարզում։ 11-ից 12-րդ դարերի կառույց է, որը մինչ այսօրս կանգուն է։ Գտնվում է ափից 9 մետր հեռավորության վրա, ժայռազանգվածների վրա։ Կամուրջը կառուցվել է բազալտե հեղուկված քարերով։ 1918 թվականի ջրհեղեղի պատճառով վնասվել է կամուրջի աջ մասը, որը բնակիչները ժամանակի ընթացքում վերանորոգել և բերել են նախնական տեսքին։ Սատանի կամուրջը գտնվում է Հայաստանում Որոտան գետի կիրճում, Տաթև գյուղից արևելք։ Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը 50-ից 60 մետր։ Շրջակայքում կան մի շղթաքարեր։ Այդ շղթաքարերից
շթաքարերը կուտակվելով դարձել է կամուրջ։ Այդ կամուրջով է անցնում Տաթև Գորիս ավտոճանապարհը։ Օշականի կամուրջը գտնվում է Արագածոտնի մարզում, Քասար գետի վրա, Աշտարակ քաղաքից հարավ-արևմուտք, Օշական գյուղից հարավ։ Կառուցել է նահապետ Ելեսացի կաթողիկոսը Սրբատաշ Կարմիր տուֆից, ունի 5 կամար, նորոգվել է 1778 թվականին Սիմոն Երևանցու կողմից։ Կարմիր կամուրջ, պատմամշակութային հուշարձան, Հայաստանի մայրաքաղաք Երևանի նորագյուղ թաղամասում, Հրազդան գետի վրա, ընդգրկված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոն վարչական շրջանների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, որպես հանրապետական նշանակության կամուրջ։ Կարմիր կամուրջի տեղում նախկինում եղել է ավելի վաղ կառուցված կամուրջ, որը ավերվել է 1679 թվականին Երևանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ըստ տվյալների կամուրջը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Երևանի 5 կամուրջներից մեկը։ 1679 թվականին կամուրջը վերականգնվել է և կառուցված լինելով կարմիր տուֆից կոչվել է Կարմիր կամուրջ։ Կարմիր կամուրջն ունի 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն, կազմված է 2 մեծ և 1 փոքր թռիչքներից, վերջինը նախատեսված է եղել փոքր ջրանցքի անցման համար։ Հաղթանակի կամուրջ։ Կամուրջը գտնվում է Երևանում, Հրազդան գետի վրա, 7 կամարանի կամուրջ է։ Կամուրջի ճարտարապետն է Սիմոն Հովնանյանը և ճարտարագետ Արտաշես Մամիջանյանը։ Կամուրջը գտնվում է Երևանում Արարատ Տրեստի և Կոյնակի գործարանի միջանկյալ հատվածում։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1940-ական թվականներին և հանդիսավորվածությունը տեղի է ունեցել 1940 թվականի նոյեմբերի 25-ին։ Կառուցվել է մոնոլիտ երկաթ բետոնից, երթևեկությունը երկկողմանի է, կան նաև անցուղիներ հետիոտների համար։ Հրազդանի մեծ կամուրջն է միակամար կամուրջն Հրազդանի գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան Կիևյան փողոց Արաբկիր Աջափնյան վարչական շրջաններին գործարկվել է 1956 թվականին, երկաթբետոնյա, երկարությունը 375 մետր, բարձրությունը 60.5 մետր։ Դավթաշենի կամուրջ Հրազդան գետի վրա Երևանում, մետաղական կամուրջը Հրազդան գետի վրա Երևանում, 496 մետր է, լայնությունը 32, բարձրությունը 92 մետր է։ Շինարարական աշխատանքները սկսվել է 1977 թվականին, մինչև 1988 թվականը կանգ է առել, վերասկսվել է 1999 թվականին։ Ռակտորի կամուրջ։ Կամուրջը ամենահայտնի կամուրջներից մեկն է, ամենաառաջինն է և ամենահինը։ Կառուցվել է 1588 թվականից մինչև 1591 թվականներին, երկարությունը 200 մետր է։ Ռակտորի կամուրջը հիշատակվում է նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում։ Մի մռահոն աղջիկ տեսավ Ռիալտոյի կամուրջին, հորդմազերը գետգիշերվա և հակինթներ ականջին, աչքերը սև, արևներ սև, արևների պես անշեջ, գալարում էր մեջքը թեթև, ծաղկան նկար շալի մեջ, աչքս դիպավ աչքի բոցին և գլուխս կախեցի, ժպտով առեղծվածի, հավերժական կանացի, միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի, մի մռահոն կույսեր քեզ պես, կոտրեց սիրտս պատանի։ Մի մռահոն աղջիկ տեսավ բանաստեղծությունը Իսահակյանի մտորումն է սիրո և դավաճանության մասին։ Նա պատանեկության տարիներին սիրել է մի աղջկա ջինջ և մաքուր սիրով։ Երբ նա գնացել էր Եվրոպա սովորելու, իր սիրած աղջիկը ամուսնացել էր։ Էջմիածնի մայր տաճար 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական գրավ, Վաղարշաբաթ քաղաքում կառուցվեց մայր տաճարը, որն անվանվեց Էջմիածին։ Հավատության համաձայն այս անվանումը բացատրվում է այսպես. Հայաստանում քրիստոնեությունը տարածող Գրիգոր Լուսավորչի մի տեսիլ է երևում, ըստ որի հրեղեն սյան միջով երկիր է իջնում Հիսուս Քրիստոսը, իր ձեռքի ոսկե մուրճով ցույց է տալիս Վաղարշաբաթում գտնվող Սանդարամետ բլուրը իբրև տաճարի կառուցման վայրը։ Հենց այդտեղ էլ կառուցվում է տաճարը, կոչվում Էջմիածին, ուրիչել է Աստծո միածին որդին։ Տաճարի ներսում գլխավոր գմբեթի տակ կա մի սեղան, որը կոչվում է Իջման սեղան, ըստ հին ավանդույթների այս սեղանը կոչվում է Իջման սեղան, համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետը այդտեղ է սեղան կանգնեցել և գողունակության պատարակ մատուցել։
Տաճարի նախնական շենքը կառուցվել է 301-ից 303 թվականներին։ Սուրգարանի եկեղեցին կառուցել է Եզեր կաթողիկոսը։ 630 թվականին Գայանա եկեղեցին 7-րդ դարերից առաջ կեցերից Քմփեթակի բազիլիկ տիպիկ օրինակ է։ Քմփեթակի 4 նյութերը ներքին տարածությունը բաժանում է 3 ավերի։ Սուրգարանի եկեղեցին աչքի են դնում իր պարտությամբ, ճարտարապետական և արվեստական միջոցներով։ 1652 թվականին նորոգվել է պատերն ու ծածկը։ Բարև ձեզ։ Ես Էսեփ Գրիգորյանս մասնակցում եմ ինտեգրված նախագծային աշխատանքի բնագիտություն եւ հայոց պատմություն առարկաներից։ Նախագծի շրջանակներում ուսումնասիրելու են կամարաձև կառույցներ։ Կարող ենք ձեզ մի քանի հարց ուղղել։ Ամիսեք խնդրեմ։ Կամուրջների վերաբերյալ։ Ինչպես ճիշտ գծագրել եւ պատրաստել կամուրջի մակետ։ Կասեմ հիմա։ Նստած կլինի, նստեք, ես էլ կդեմ։ Կամուրջը հենվի երկու կետերի վրա, հետո նոր կամար կապի։ Այդ երկու կետերը կարող են լինել հենարանների վրա։ Հիմա այստեղ հենարան է գծած նաև։ Հենարաններն ունեն 5.5 մետր բարձրություն, ուրեմն 5.5 մետր մինչև բանի կամրջի ոտքերի տեղն են 5 մետր էլ 6 մետր էլ վերևն է, 6 մետր 12 մետր թրիչքը։ Սա որպեսի մի կետով չհենվի, այստեղ հենարան պետք է ստեղծվի։ Հենարաններ են երկու հատ նստածել այս մեծ հենարանների վրա։ Այս հենարանների բարձրությունը կախված է տեղում, տեղանքում, ինչ որ թույլ կտա տեղանքը, որպեսի մենք հասնենք այս զրոյական գծին։